Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերադառնալով մեր հարևաններին, ուրեմն ես կրկին ուզում եմ ասել, որ մյուս հարևաններին ուզում եմ լավատեսություն հայտնել Թուրքիայի հետ մեր երկխոսության շոշափելի արդյունքներով ուրեմն ավարտվելու եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում ուզում եմ ասել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ բնականon դինամիկ զարգանում են, մենք ունենք ռազմավարական գործընկերություն, մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք մեր գործընկերների հետ, մեր 4-րդ հարևանը, հարավային հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունը Էլի չնայած բազմաթիվ ուրեմն շահարկումներին, կանխավարկածներին եւ այլն, մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք, այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ հիմա որևէ կերպ արտահայտելու է բուրըն դժգոհությունը, երկաբանի ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում էլի տեսանք, որ չի համապատասխանում իրականությանը, ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են եւ դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով, օրերս մի օրինակ բերեցի, ուզում եմ կրկնել, որտեղ եք տեսել հարաբերությունների բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ պայմանավորվում են, որ հիմա ռազմավարական գործընկերություն հաստատելու թղթով արդեն եւ պայմանավորվում են, որ մոտալուտ ժամանակում օրինակ, ի թիվս այլ բաների երկրորդ կամուրջն են կառուցելու հնարավորինս արագ միմյանց կապող երկրորդ կամուրջ, իսկ դա է մեր եւ Իրանի հավատամքը եւ պայմանավորվածությունը։ Քանի որ ռազմավարական գործընկերությունից խոսեցի, ես երևի ավանդական բոլոր տարածաշրջաններին չանդրադառնամ, այլ ուղղակի ռազմավարական գործընկերություններին անդրադառնամ։ Ռուսաստանի Դաշնությունը մեր շարունակում է մնալ մոտ գործընկերը եւ նաեւ տնտեսական կապերը մեր շատ ինտենսիվ են, այսօր ուղղակի նաեւ մյուս հանձնաժողովում Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում հնարավորություն կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու։ Վաշինգտոնում երկու ըստ էության ուղղության բան տեղի ունեցավ, նախ Հայաստան-Ադրբեջան եւ երկրորդ Հայաստան-Ադրբեջան Միացյալ Նահանգներ, այս թեմայով եւ երկրորդ բանը տեղի ունեցավ, որ երբեմն ստվերվում է, ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված 3 հուշագրերը, սրանք ըստ էության բնական շարունակություն են եւ արտացոլումն էին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև հաստատված կրկին ռազմավարական գործընկերության ու էլի պիտի անդրադառնամ մանիպուլյացիաներին, կհիշեք, երբ մենք տարվա սկզբին ռազմավարական գործընկերություն հաստատող փաստաթուղթ ստորագրեցինք նախորդ վարչակազմի հետ Միացյալ Նահանգների հետ, մի քննադատությունների տարափ տեղած այն մասին, որ այս անխելքները ենթադրվում էր մենք կնքում ենք այդպիսի փաստաթուղթ գնացող քաղաքական ուժի հետ եւ մենք չենք հասկանում, որ հեսա նոր քաղաքական ուժը գալու է եւ այդ ամբողջը գցի ջուրը եւ ինչ տեսանք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ոչ միայն պահպանում է այն փաստաթուղթը եւ ընդունված սկզբունքները, որոնք մենք հաստատել ենք Միացյալ Նահանգների հետ, այլև մի հատ էլ մի քանի ամիս հետո ընդամենը 3 նոր հուշագիր ստորագրեց այդ փաստաթղթից բխող եւ դրա ոգուն համապատասխան օրինակ, որոնք էականորեն նոր հնարավորություններ են ստեղծում մեր համար եւ մեր համագործակցության համար չափազանց կարեւոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ մեկն էլ ուղղակիորեն բխում էր մեր խաղաղության խաչմերուկ ծրագրից եւ արտահայտում է Միացյալ Նահանգների սատարումը Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Կրկին էլի այդ կանխատեսումները հոդս ցնդեցին բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ չգիտեմ, չեմ կարող երևի նույնը ասել մեր ընդդիմության ակնկալիքների ռազմավարական գործընկերությունների թեման շարունակելով մեզ հաջողվեց եւ մենք կարևորում ենք դա ռազմավարական գործընկերություն հաստատել Նիդերլանդների հետ, նույն բովանդակությամբ քննարկումներ են ընթանում մի շարք այլ եվրոպական եւ եվրոպական միության անդամ երկրների հետ, Ֆրանսիայի հետ առաջին հերթին, Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները
գիտեք որքան տարողունակ են եւ անընդհատ ամեն օր ավելի են զարգանում ռազմավարական գործընկերություն հաստատեցինք եւ ելի մի սխալ հաշվարկ եւ սխալ մեղադրանք մեր ուղությամբ մեզ հաջողվեց ռազմավարական գործընկերություն հաստատել Չինաստանի հետ հիշում եք մեծ եւ լուրջ դեմքով վերլուծություններ են մասին որ հնարավոր չի ռազմական գործընկերություն անել եւ Միացյալ Նահանգների հետ եւ Չինաստանի հետ եւ հետո գնալ այնտեղից Ճապոնիա եւ այլն բայց արյուտես որ մեզ դա հաջողվեց եւ մեր բոլոր մյուս ցանկացած մի գործընկեր հարգանքով է վերաբերվում մեր հարաբերություններին մեր մյուս այլ գործընկերոջ հետ նույնիսկ եթե այդ երկու երկրները միմյանց հետ այնքան էլ գործընկերներ չեն Ղազախստանի հետ գնում ենք այս ճանապարհով տեղ ունեցավ Ղազախստանի նախագահի այցը քիչ անց սպասվում է Հայաստանի վարչապետի պատասխան պետական այց ուրեմն Ղազախստան ես ուզում եմ այստեղ նաև առանձնացնել Ղազախստանը դրանք մեր ռազմավարական ուրեմն բնույթի հարաբերությունները ընդգրկում են եւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական Ղազախստանը առաջի երկրներից մեկն էր որը շատ հստակ աջակցություն հայտնեց խաղաղության խաչմերուկ նախագծին եւ այժմ շատ շահագրգռված է ուրեմն ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ եւ հենց հիշենք նոր օրերս հայտնի դարձած տեղեկություններին մասին որ Ղազախստանից ծորեն է առաքվելու Ադրբեջանով իհարկե ոչ ուղիղ որտեղ երկաթուղային ենթակառուցվածքը դեռ կապած չի Ադրբեջանով Վրաստանով դեպի Հայաստան այստեղ Ղազախստանի կոմպոնենտ ասեցի ուզում եմ նաև շատ դրական գնահատել Ադրբեջանի համապատասխան որոշումը սա հենց այն է ինչի մասին անդադ խոսում ենք ենթակառուցվածքների ապաշրջափակում հարաբերությունների կարգավորում եւ հետզհետե բարիդրացիական հարաբերությունների հաստատում Եվրոպական ուղղության անդրադարձա նորից ես այսօր հարգելի գործընկերներ բոլորը ովքեր հետաքրքրված են հրավիրում եմ հաջորդիվ երկու նիստերին հանձնաժողովների մեկը եվրասիական ասեցի ուրեմն հանձնաժողովին եւ մյուսը եվրոպական ինտեգրման ազգային ժողովի հետ հանձնաժողովի նիստերին նորից ես ներկայացնելու հիմա շատ չեմ մանրամասնի բայց ասեմ որ բավականին էական ուրեմն բաղադրիչներ ունեն Հայաստան եվրոպական միություն համագործակցությունը բավականին էական եւ նոր փաստաթղթեր են նաեւ նախատեսվում ստորագրելու Մերձավոր արևելքի երկրների հարաբերությունները իհարկե մեր ուրույն տեղ ունեն մենք կհիշեք եւ Սաուդյան Արաբիայի հետ ուրեմն ճանաչեցինք միմյանց հարաբերություններ հաստատեցինք ավելի ճիշտ միմյանց եւ հիմա այդ շատ լավ երկխոսություն են ընթանում եւ մենք որոշում կայացրեցինք Օմանում բացել դեսպանություն Մերձավոր արևելքի մյուս երկրների հետ ուզում եմ առանձնացնել նաև իհարկե չեմ կարող բոլորին թվարկել, բայց որևէ մեկին չեմ թվարկում, որևէ մեկի այդպիսի երկրի հարաբերությունը մեր համար նվազ կարևոր չեն, բայց անպայման ուզում եմ ընդգծել Միացյալ Արաբական Էմիրությունների եւ նաև Կատարի հետ մեր ունեցած հետաքրիր ընդլայնվող օրակարգը ասիական տարածաշրջանը դե իհարկե Չինաստան նշեցի Ճապոնիան դուք ավելացրեցիք Ճապոնիան շատ կարևոր գործընկեր է մեզ համար իթիվս մյուս շատ կարևոր գործընկերների գիտեք որքան ինտենսիվ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ այո էլի չարթարացնելով բոլոր չարագուշակ ուրեմն կանխատեսումները մեզ հաջողվեց հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ ինչը համարում եմ չափազանց կարևոր ձեռքբերում ես հիմա ուզում եմ շատ չչարաշահել ձեր համբերությունը եւ ժամանակը բայց այսինքն մենք շատ ինտենսիվ օրակարգ ունենք տարածաշրջանի մյուս երկրների նույն Ուզբեկստանի հետ Լատինական Ամերիկա Աֆրիկային ենք շատ մեծ ուշադրություն դարձնում բայց երևի մի փոքր ճիշտ չի լինի եթե շատ մանրամասն շարունակեմ այս երկրներին նաեւ տարածաշրջաններին անդրադառնալ ընդհանուր առմամբ հիշելով նաև որ բյուջետային գործընթացի շրջանակներում ենք հանդիպում ֆինանսների նախարարը արդեն ասեց բյուջետային քննարկումների արդյունքում 26 թվականի համար արտաքին գործերի նախարարության ծրագրերին հատկացվել է 19 միլիարդ 227 միլիոն դրամ իհարկե սա պարոն նախարարը ընդգծեց թե որքանով է ավելացված այդ թվում եւ միջազգային կազմակերպություններում պայմանավորված օրինակ
պայմանավորված օրինակ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությամբ, պայմանավորված որոշ միջազգային կազմակերպություններում անդամավճարների բարձրացման, իսկ ընդհանուր առմամբ սա այս հաստատված ուրեմն թիվը 2 միլիարդ 237 միլիոնով շուրջ այդքանով պակաս է մեր ներկայացրած հայտին, ավանդաբար մենք ունենք 5 ծրագիր, այն ամեն ինչի մասին ես խոսեցի, դա կատարվում է մեր թիվ 1061 ծրագրի շրջանակներում արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում, այստեղ ունենք 3 միլիարդ 374 միլիոն դրամ, այս ծրագրի շրջանակներում են չասվածը նաև լրացնեմ, այս ծրագրի շրջանակներում են իրականացվելու Երևանյան երկխոսություն միջազգային ուրեմն դիվանագիտական համաժողովը, հուսամ բոլորը կհամաձայնվեն եւ նույնիսկ մեր շատ սիրելի դիմադիր գործիչները, որ այս համաժողովը, որը ընդամենը 2 անգամ է անցկացվել, արդեն հասցրել է կայանալ որպես կարևոր միջազգային իրադարձություն, մենք կշարունակենք սա իրականացնել։ Այս ծրագրի շրջանակներում է իրականացվելու նաև Global Forum-ը 6-րդ համաժողովը, այս ծրագրի շրջանակներում ուրեմն նաև հաջորդ տարի տեղի կունենա ուրեմն եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, սա եւս չափազանց կարևոր իրադարձություն կլինի Հայաստանի համար, կդժվարանամ ասել Հայաստանի Հանրապետությունը այս մասշտաբի եւ այս կարևորության գագաթնաժողով հյուրընկալել է երբևէ թե չէ, երևի զուգահեռներ կարելի անցկացնել միայն ֆրանկոֆոնիայի տեղ ունեցած ուրեմն գագաթնաժողովի եւ իհարկե մյուս տարվա երբ միջոցառումներին ենք անդրադառնում ամենակարևոր իրադարձություններից մեկը Հայաստանում տեղի կունենա ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, ես չգիտեմ մեր գործընկերները որքան են հասկանում այս միջոցառման լրջությունը կամ հնչեղությունը միջազգային հարաբերությունների ամբողջ ուրեմն մեծ համատեքստում, հավատացնում եմ ձեզ, սա իսկապես լրջագույն ձեռքբերում է հյուրընկալել այս գագաթնաժողովը, մենք պետք է ջանքեր գործադրենք, որ պատշաճ կերպով այն կազմակերպենք։ 11 չեմ թվարկի երկար կտևի, բայց նաև այլ միջոցառումների մեր մասնակցություններ ներկայացած ծրագիր 1128 հոտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում այս ծրագրի ներքո մենք ունենք մեր ամենամեծ ուրեմն ֆինանսական հատկացումը 12 միլիարդ 835 միլիոն դրամ, այս ծրագիրը ապահովելու է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ուրեմն մարմինների միջոցով մեր քաղաքականության կառավարության քաղաքականության իրականացումը, ինչպես նաև իհարկե հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այս պայդրությամբ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 185 երկրների հետ, այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել արդեն ասվեց Պակիստանի հետ, ինչպես նաև Սողոմոնյան կղզիների հետ, Ընդհանրապես այս ծրագիրը երկու ուրեմն բաղադրիչով կարելի առանձնացնել, նախ ուրեմն դեսպանությունների բացումը, այսինքն մեր հետագա դիվանագիտական ներկայության ընդլայնումը մեր կարևոր ուրեմն քայլերից մեկն է, մենք շարունակում ենք սա շարունակել եւ շարունակել այս ուղղությամբ ջանքեր գործադրել, այստեղ մեծ հաշվով խնդիրը միայն ֆինանսական ռեսուրսների ժամանակին տրամադրման ավելացման մեջ է, կառավարությունը սրան ուշադրություն դարձնում է, այս տարի մենք ուրեմն դեսպանությունը կարողացանք հիմնել Կիպրոսում, Հունգարիայում արդեն մեր դեսպանը աշխատում է եւ կհիշեք երևի Օմանում մեր հարաբերությունները շատ կարևոր են համարում այս երկրի հետ եւ այնտեղ նույնպես դիվանագիտական ներկայություն հաստատեցինք, դեսպանություն բացեցինք։